Գիտեք, ես տոն օրերին մի հատ բան եմ նկատում, ուզում եմ այդ ձևի ասեմ, դուք էլ այդ ուղղությամբ ուշադիր եղեք, որ այդ ձևի տոնը նշվում է, մանավանդ երեխաները, սեղանի մասեր, ոնց որ մի փոքր զգացմունքն է շարժվում մարդու, այդ ձևի դրսևանց բաներն է ոնց որ ավելի ակտիվանում, բայց գիտեք, միևնույնն է, սա պաշտամունք է, Տիրոջ խոսքի համաձայն Տեր Հիսուս ներկա է մեր մեջ, եւ նա ներկա է ոչ թե հենց այնպես դրսևանց բաներ անենք կամ չանենք, այլ նա ներկա է, որ իմ եւ քո հոգու սրտի ներքնաշխարհում կատարվի այդ փառավոր ծնունդը, համաձայն եք թե ոչ։ Եղբայրներ, քույրեր, նա խորը նպատակի համար եկավ։ Նա եկավ, որ խավարի ճանապարհը ընտրած մարդիկ, որ գահավեժ գնում էին դեպի դժոխք չհասկանալով, նա եկավ որպես փրկագին, համայն մարդկության համար։ Դուք գիտեք, բոլորդ այդ համարը անգիր գիտեք։ Աստված այնպես սիրեց աշխարհը, ինչպես սիրեց, մինչև իր միածին որդին տվեց։ Այո, նա եկավ փրկագին մեզ համար։ Եվ տեսեք, համար եմ կարդում, որ գրված է Եսայի մարգարեություն 9-րդ գլխի 2-րդ խոսքից։ Խավարի մեջ պտտող ժողովուրդը մեծ լույս տեսավ։ Մի տեսա Իսրայելի մասին է միայն, ոչ։ Մենք էլ ժամանակի ինչ ճանապարհի մեջ էինք։ Ուշեք, խավարի մեջ չէինք, եղբայրներ, քույրեր։ Մեր սրտի ուզածով, մեր մտքի ուզածով, հակառակորդ ամեն մեկից մի ճանապարհով խարբալ է տարել էր։ Մենք էլ նվիրվել էինք այդ կյանքին եւ գիտեինք սա միայն ինչ ենք սովորել, սա ենք սովորել։ Մարդը ապրում է մի կյանք, հետո մահանում է գնում է, բայց Աստված լուսավորեց։ Սա ինչ լույս է, որ խավարի մեջ ծագեց։ Կարող ընդունենք մի փոքր, որ այդ խավարը կարա որտեղը լինի մեր, մարդու սիրտը կարա լինի, մարդու միտքը կարա խավար լինի, բայց կատարվեց այս հրաշքը, խավարի մեջ պտտող ժողովուրդը մեծ լույս տեսավ եւ մահվան ստվերի երկիրը բնակողներուն լույսը ծագեցավ։ Մի հատ սրտանչացենք, փառք ես Տեր համար, որ այդ լույսը ծագած չլիներ։ Եղբայրներ, քույրեր, լույսին մոտենալ է պետք, լույսին ձգտել է պետք։ Ժամանակներ առաջ, որ մի հատ տան մեջ մի իրավիճակ էր առաջացել եւ մի հոգի ընկել էր ներգործության տակ, շատ փորձել էին տան անդամները հոգեվորների մասին խոսքը, շատ էին փորձել այդ վիճակից ելք գտնեն, բայց ելք չէին գտել։ Հետո կանչել էին հոգեբուժական բրիգադ շտապ օգնությունից, որ այդ անձնավորությունը, որ այդ ձև լարված բաներ էր թույլ տալիս, որպեսի գոնե կան օգնեն։ Այդ բրիգադը եկել էր, Գևորայքը տվել էր, գնացել էր, կրկնակի վատացել էր վիճակը, այդ անձնավորության։ Հետո երբ որ լուրը ուղարկեցին աղոթքի տեղեր, եւ մամիկոն եղբայրը գիտեք ինչ ասեց։ Ասեց շփոթվել էիք, խավար ուզում էիք աջալով հանեք, կլինի այդ ձևի բան, ասեք։ Խավարը սենյակի մեջից աջալով կարող ենք այտենց անել, որ դուրս գա, ոչ։ Ասեց լույսը պիտի ծագեր, որ խավարը հեռանա։ Այդ օր աղոթքը գնաց, եղբայրներ եկան, միաբան աղոթքը գնաց, այդ օրվանից մի հատ այդ ձևի տարերքներ չեղավ։ Ինչի, որովհետև խավարի մեջ լույսը ծագեց, փառք Տիրոջը, եղբայրներ, քույրեր։ Հիմա հաղորդ լինել Քրիստոսի հետ, սա գերագույնն է, հաղորդ լինել այդ լույսի հետ։ Սկզբեն էր բանը, Հովանու ավետարան սկիզբն եմ կարդում, եւ բանը Աստծո քով էր, եւ բանը Աստված էր։ Անիկա սկզբեն Աստծո քով էր, ամեն բան անով եղավ, առանց անոր բան չեղավ, ինչ որ եղավ, կյանքը անով էր, ու կյանքը մարդոց լույսն էր, եղբայրներ, քույրեր, կյանքը մարդոց լույսն էր։ Եթե չգար Քրիստոս, եթե նրա ծնունդը փառավոր տեղի չունենար, ամեն մեկս մեր սրտի ուզածով խավար ճանապարհով պիտի գնային կորուստ, բայց նա հայտնվեց իբրև լույս եւ շարունակության մեջ ասում է, եւ լույսը խավարի մեջ կլուսավորեր ու խավարը զանիկա չճանաչեց։ Տեսեք ինչ հետաքրքիր գործ է կատարվում հիմա։ Խավարի մեջ լույսը ծագեց, բայց խավարը նրան չընդունեց։ Եվ տեսեք շարունակությունը։ Հովանես ղրկված մարդ կար, ասիկա վկայության եկավ, որպեսի լույսին համար վկայե, որպեսի ամենաանոր միջոցով հավատան, ինքը չէր այն լույսը, հապա եկավ, որպեսի լույսին համար վկայություն տա, ճշմարիտ լույսը աներ, որ աշխարհ եկող բոլոր մարդիկը կլուսավորեն։ Միակ չասենք փառք ես Տեր Աստված։ Քրիստոսի հետ մտերմացել։ Եղբայրներ, քույրեր, ամբողջ ավետարանի նպատակը դա է,
ճաշակել ու համոզվել, որ նայա տերերի տերը, նայա թագավորների թագավորը, նայա սկիզբը, նայա վերջը, նայա ալֆան, նայա օմեգան, նայա առաջինը եւ նայա վերջինը, նվիրվենք Տիրոջը, հորդորը ավետարանի դայա, Քրիստոսի հետ հաղորդ չեղար, բոլորը հավասար է, մի հատ մեծ ասեք ինչի եղբայրներ կույրեր, մի հատ մեծ զրոյի, մի հատ մեծ դատարկության, շատ թագավորներ եղան, հին ուխտի շրջանից սկսած, լավ սկսեցին, Աստծո ճանապարհների մեջ նախանձավոր եղան, ընթացքը որոշ անցավ, բայց տեսնում ենք ավարտը, վախճանը ցավալի եղավ, արմատ կապի Քրիստոսի վրա, եղբայրս ու քույրս, պատահական չի Հովանու ավետարանի մեջ ասում, այն ճյուղը, որ որդից սնունդ չունի, նա ուշ է շուտ ինչ է լինում, հուշեք ինձի, ինչ է լինում, նա չորանում է, նա ինքը իրանից չի կարա պտուղ տա, ինչ ձև ուզում ես պարարտանյութ տուր, չգիտեմ քիմիական ինչեր արա, չի կարող ճյուղը պտուղ տալ, եթե որտեղ հաստատված չլինի, այսօր այս խոսքը թող մխի մեզի, նոր տարին նոր ասկսում, ինչ որոշումներ ունես սրտիդ մեջ դնելու, հասնես ես ինչ երկրավոր նպատակի, այնինչ նպատակի, բայց եկեք շատ անկեղծ Աստծո զավակներ, ասում են Տեր, այս վերջերը ձևի բան դրվեց իմ ներսը, ասեմ, եթե կհամաձայնվեք այդ ուղղությամբ պետք է աղոթ կանենք, ասեցի Տեր Աստված, մարդ ենք հոգեղ են բոլորս, մեր մեջ բաներ կա, որ քեզի հաճելի չի, խնդրում եմ երկու աշխատանք տար իմ ներսը, այս տարվա մեջ, տեսեք, եթե սրտներիդ կդրվի դուք էլ այդ աղոթ կկանեք, ասեցի երկու աշխատանք կատարի ես տարի իմ սրտի մեջ, իմ միջից արմատախիլ արա բոլոր մարմնավորը, համաձայն եք թե չէ, իմ միջից արմատախիլ արա բոլոր տրտունջները, բոլոր բողոքները, համաձայնվում եք թե չէ, արմատախիլանի, եւ այդպես արմատախիլանի այդ բաները ու տենց մնա, ոչ, մյուս խնդրված կասել եմ Տեր, դրա փոխարեն թող արմատ կապի իմ ներսը քո սիրո վրա, համբերատարության վրա, կարիքը կա թե չկա, հա? Ժուշկալության վրա, սիրո վրա, քաղցրության վրա, նվիրվածության վրա, որ հավատքը ավելանա, այո թող Տեր այս օրհնյալ աշխատանքը տանի, արմատախիլանի անհաճելին եւ արմատ կապի հաճելին։ Համաձայն եք մեր կյանքը, կանգնենք աղոթ կանելու ենք, միած սրտանց